Նիկոլ Փաշինյանը ասում էր, չկա դատավոր, որ իմ ասածը չանի, որ նրանք պատերի տակ վնգստում են։ Ես Նիկոլ Փաշինյանի խոսքը ուզում եմ ձեզ կրկնեմ։ Դուք երբևիցե վնգստացել եք, պարոն Պետրոսյան։ Ոչ կոռեկտ է քնար ջան ձեզ։ Նիկոլ Փաշինյանն է այդ ասել, նրանք պատերի տակ վնգստում են։ Չեմ պատասխանի այդ հարցին, ոչ կոռեկտ է ձեր հարցը։ Դուք Նիկոլ Փաշինյանի ասածը արել եք, ինքը ասում է չկա դատավոր, որ իմ ասածը չի։ Որևէ անգամ, որևէ մեկը, որևէ հանձնարարություն չի տվել։ Ես գործում եմ բացառապես համադրությամբ եւ օրենքներին համապատասխան։ SMS-ներ ստանում եմ իմ ընկերներից, իմ տան անդամներից։ Փաշինյանից չեք ստացել։ Ոչ, որևէ Կարող է մեյլ եք ստացել։ Ես իր հեռախոսահամարը չունեմ, կարծում եմ ինքն էլ իմը չունի։ Պարոն Պետրոսյան, ձեր մասնագիտական գործունեության հետ կապված մշտապես հարցը բարձրացնում է։ Դուք եղել եք ՔՊ պատգամավորի տեխնացու եւ ըստ էության ձեր արդար դատավարության արդար քննությունը միշտ կասկածի տակ է դրում։ Չունեք ասել։ 1 տարի եւ 6 ամիս ես պաշտոնավարում եմ, որևէ դեպք կարող եք մատնանշել, որ ես ոչ օբյեկտիվ եմ, Դերևս վճիրներ չունեք։ արտաշ ունեմ, բազմաթիվ ունեմ, այդ թվում նաեւ միջդատական վարույթի, կալանքների վերաբերյալ Սամվել Կարապետյանին գտնվող գործերով բազմաթիվ դատավճիռներ, որոշումներ, որոնք բոլոր դեպքերում կտրվենք անձանցից, որտեղ ես բազմիցս իմ խոսքում ասել եմ եւ չեմ զլանակը կրկնեմ, որ ինձ համար անձինք կարեւոր չեն։ Ես X անձ եմ վերաբերվում, թե գործի քննության շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց, թե միջնորդության քննարկման շրջանակներում։ Անձինք ինձ համար կարեւոր չեն։ Ինձ համար կարեւոր է սահմանադրությունը, օրենքները, միջնորդությանը կից ներկայացված նյութերը, քրեական գործը եւ դրանք ես գնահատում եմ սահմանադրության եւ օրենքներին համապատասխան իմ ներքին համոզմամբ։ Պարոն Պետրոսյան, մտավախություն չունեք, ասում են բոլոր նրանք, օրինակ ես տիկին մարտի 1-ի գործով Աննա Դանիբեկյանին, օրինակ ինքը իշխանությունների սրտի որոշումը կայացրեց, բայց արդյունքում լիազորությունները դադարեցրեցին ու ճանապարհեցին տուն։ Մտավախություն չունեք, դուք էլ եք։ Քնար ջան, ես որևէ մեկի սրտի որոշումը չեմ կայացնում։ Ես օրենքի սրտի որոշում եմ կայացնում եւ իմ որոշումները, իմ ակտերը բացառապես բխում են օրենքից եւ դրանք գնահատում եմ իմ խղճով, իմ ներքին համոզմունքներով եւ խիղճ ասելով մենք ինչ ենք հասկանում, որ ներքին սահման, որը չպետք է մենք անցնենք, այդ ներքին սահմանը պետք է պատրաստ լինի դիմագրավել ցանկացած մարդահրավերների։